Նայեք, հիմա մենք բանակում ունենք լուրջ կառավարման մոդելների խնդիրներ, որովհետև բանակը դա կոնսերվատիվ ինստիտուտ է, որը աշխատում է հրամանով, որը ունի ավտորիտար կառավարման մոդելներ, ու այս մոդելներով սպան ինքը ունի պատկերացում, թե տղամարդը ինչ պետք է անի, ինքը հասկանում է, թե որ մենք պետք է ամեն ինչ դնենք, ինքը հասկանում է ուժեղ լինելը որն է, ինքը պետք է սովորացնի երիտասարդ 18 տարեկան տղային, թե ինչպիսին ինքը նա պետք է դառնա, բայց այն տղան չի հասկանում իրենից ինչ են ուզում, որովհետև սպան ասում է դու տղամարդ չես, ինչա չես հասկանում, ինչի մասին է խոսքը, ու այդ երեխան չի հասկանում։ Իրականում չի հասկանում։ Ու սա շատ լուրջ խնդիր է, այսօր բանակում այդ խնդիրը շատ վառ է։ Եթե բանակը դրանով չսկսի զբաղվել ու կառավարման մոդելները չփոխի, ես ինչ նկատի ունեմ կառավարման մոդելները, օրինակ նայեք, այս նոր սերունդի հետ ավտորիտար հրամանային կառավարման մոդելները չեն աշխատում, բայց աշխատում են մենթորինգը օրինակ, երբ որ սպան պետք է իր օրինակով ցույց տա, թե խնդիրը ոնց պետք է լուծենք։ Ոչ թե հրամանի գնացեք լուծեք, այլ պետք է գա երեխու ձեռը բռնի, ասի գնանք ես քեզ ցույց տամ ոնց պետք է դա անենք։ Եթե չփոխենք, մենք եթե չհասկանանք ինչի է կարևոր հետազոտել սերունդների խնդիրները, որ հասկանաս ինչով ենք տարբերվում, որ հասկանաս այդ սերունդի դրական կողմերը որն են, այդ դրականը կարողանաս օգտագործես, հասկանաս բացասականը որն է ու փոխես այդ բացասականը։